Կարուսելային սեզոնի մեկնարկից ընդամենը 11 օր անց տեղի ունեցած վթարից հետո հաղթանակ զբոսայգու կարուսելային մասի ուրախ ժամանցի տնօրենը պարբերաբար կրկնում է, որ իրենց կարուսելներն անվտանգ են։ Կարուսելները անվտանգ են, կարող եք հանգիստ այցելել զբոսայգի, ոչ մի խնդիր չկա։ Միևնույն է, անհանգստությունը շարունակվում է։ Թայֆունը դեռ առաջին մի քանի պտույտներ կատարել, երբ կարուսելի տեխնիկական անսարքությունը իրեն զգացնել տվեց։ Դժբախտ պատահարը բարեբախտաբար ցավալի ելք չունեցավ։ Թայֆունի վթարից տուժած 4 քաղաքացիները միայն թեթև վնասվածքներ ստացան։ Վերջին տասնամյակում Հայաստանում չտեսնված վթարի աղմուկը երկար արձագանք ունեցավ, իսկ հետևանքները տնօրինությունը մինչ օրս էլ զգում է ու դեռ զգալու է։ Ինչու վթարի ենթարկվեց Թայֆունը, ով եւ որտեղ էր թերացել։ Տեղի ունեցել վթար երկաթի ներսի շովի մեջ տրուբաները ունեն ներսում շով, որը ունեցել էր թույլ ջաքեր բնականից, որոնք կոտրվածք էին առաջացրել։ 2006-ին ընդունված տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքը պահանջում է, որ վտանգավոր օբյեկտները, այդ թվում եւ կարուսելները, շահագործվեն միայն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցվելուց ու տեխնիկական փորձաքննություն անցնելուց հետո։ Թայֆունը փորձաքննություն չէր անցել, ինչու՞։ Մենք մարտի 26-ին կապել էինք պայմանագիր տեկ կազմակերպության հետ, ընդ որում նշված նաև այդ ատրակցիոնի կարուսելի անունը Թայֆուն, որպեսզի կատարեն փորձաքննություն։ Տեկ կազմակերպությունում վստահեցնում են, որ իսկապես վթարից առաջ էլ Թայֆունը փորձաքննության էր սպասում։ Ասում են նաև, որ խնդիրը ոչ եղանակային պայմանների, ոչ էլ իրենց դանդաղկոտության մեջ է եղել։ Փորձաքննության մեկնարկի նախապայմաններ չեն եղել։ Մենք փորձաքննություն չենք հասկացել, չենք էլ հասկացնել, որովհետև չկան համապատասխաններ։ Մայիսի սկզբին վթարված, այսօր արդեն նորոգված կարուսելը դեռ անգործ է։ Սեփական սխալների վրա են սովորում, քանի դեռ լիովին չեն համոզվել, որ Թայֆունն անվտանգ է, այն աշխատանքային ռեժիմի չի վերադառնա։ Մայրաքաղաքի ամենամեծ հաղթանակ զբոսայգուն 60 զվարճահարմարանք կա։ Դրանցից 20-ն են դասակարգվում որպես արտադրական վտանգավոր օբյեկտ։ 11-ը նախորդ տարի փորձաքննվել է ու դրական եզրակացությունը մինչև օգոստոս դեռ ուժի մեջ է։ Իսկ 9 կարուսելները, որ մինչ այդ երբևէ փորձաքննության չեն ենթարկվել, հիմա այդ գործընթացի մեջ են։ Նախ ուսումնասիրվում է, թե արդյոք կարուսելների փաստաթղթերում ամեն ինչ կարգին է։ Այս անգամ թղթապանակներում որոշ կարուսելների անձնագրերը բացակայում են։ Հաջորդ փուլը մասնագիտական լեզվով ակնադիտական զննումն է։ Այսպես պարզ է դառնում սարքին են արդյոք անվտանգության հանգույցները, եռակցման կարերը, ճոպանները կամ շղթաները։ Կարուսելային գործը սոսկ բիզնես չէ, այստեղ մարդկային կյանքերի առաջին հերթին երեխաների անվտանգության հետ գործ ունեն։ Քանի կարուսել կա երկրում, ինչ տեխնիկական վիճակում են դրանք, անվտանգ են արդյոք, թե դրանց պտույտը կարող է տխուր հետագիծ ունենալ։ Պարզվում է մինչև վերջերս բարեխիղճ շահագործողներին կարելի էր մատների վրա հաշվել։ Կարուսելային վիճակագրությունը տարօրինակ է, բայց ամբողջացվել է հենց թայֆունային իրարանցման շնորհիվ։ Ամսի 11-ին հաղթանակ այգում այդ դեպքը կատարվելուց հետո մենք կարգադրություն ստացանք արտակարգ իրավիճակների նախարարից, որպեսզի ուսումնասիրվի ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում, որը կարուսելներն են օրենքը խախտում։ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն 2006-ից սկսած ոչ մի վտանգավոր օբյեկտ չի կարող գործարկվել առանց այս կենտրոնում գրանցվելու ու անվտանգության փորձաքննություն անցնելու։ Այսպես համենայն դեպս պահանջում է օրենքը։ Մինչև վերջերս ռեեստրի գրանցամատյանում հայտնվել էր ընդամենը 48 կարուսել, որից փորձաքննություն էր անցել միայն 39։ Նախարարի հանձնարարականից հետո միայն ուսումնասիրությունը բացահայտեց, որ Հայաստանում գրանցվածից առնվազն 3 անգամ ավելի կարուսել կա, ավելի ստույգ շուրջ 140 կարուսել եւ 12 կարուսել շահագործող ընկերություն։ Փաստորեն մինչ օրս շատերի համար օրենքի գոյությունը կամ անհայտ էր, կամ էլ դրա լինել չլինելը միևնույն էր։ Գյումրիում 16 կարուսելներ, որոնք ոչ գրանցված են, ոչ փորձաքննություն են անցել եւ խոստացան, որ կգան, կգրանցվեն եւ կմտնեն օրինական դաշտ, այսօր գրանցված չեն եւ փորձաքննություն չեն անցել։ Բացահայտվել է եւ վերջ։ Ազգային կենտրոնից մեզ տեղեկացրեցին, որ օրինախախտներին պատժելու եւ նրանց գործունեությունը դադարեցնելու իրավասություն իրենք չունեն։ Այդ գործառույթը արտակարգ իրավիճակների նախարարությանն է։ Նախարարությունից մեզ վստահեցրեցին, որ կարուսելների գրանցման ու փորձաքննության գործընթացը այլևս խիստ հսկողության ներքո է։ Տեղեկացրեցին նաեւ, որ 2 միլիոնի չափ տուգանքի է ենթարկվել 2 կազմակերպություն։ Այլ գնահատականներ սակայն առայժմ չկան։
Կարուսելային ոլորտի կարգավորման կանոնները երկար ժամանակ հստակ չէին, սա էլ հենց շատերի անկանոն գործունեության արդարացումն է։ Նախորդ տարի հոկտեմբերին, սակայն կառավարությունը հաստատեց կարուսելների զվարճահարմարանքների անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը։ Այն ուժի մեջ է մտել օրեր առաջ։ Հիմա գոնե օրենքով կարուսելների գործունեության բոլոր պահանջները հստակ են։ Կանոնակարգը եւս պարտադրում է կարուսելների գրանցումը եւ հնարավորություն է տալիս փորձաքննությունն անցկացնել այս տարվա ընթացքում։ 2011-ից յուրաքանչյուր չփորձաքննված զվարճահարմարանքի համար սեփականատերը պետք է վճարի 1 միլիոն դրամ տուգանք։ Անկախ ամեն ինչից կան վերահսկող, ուսումնասիրող կազմակերպություններ, միևնույն է, ցանկացած պատասխանատվություն փաստորեն կրում ենք մենք, եղած միջադեպերից դառնությունը նորից կրում ենք մենք։ Ստացվում է բոլորի ուզացնել մի բան է անվտանգության ապահովում, այդ դեպքում ինչպես է եղել, որ ունենք նման անբարեխիղճ իրականություն։ Հասկանալի է, փորձաքննությունը կատարվում է նախօրոք կնքված պայմանագրի հիման վրա, բայց կարուսելների քանակի ու վիճակի մասին տեղեկություններ պետք է որ լինեին։ Ազգային կենտրոն ՊՕԱԿ-ը տեսչական ֆունկցիաներ չունի, բայց գործունեության 4 տարիները թվում է բավականային հանրապետությունում գործող կարուսելների ցանկը եւ դրանց վիճակի մասին տեղեկությունները ձեռքի տակ ունենալու համար։ Այնինչ գրանցման գործընթացը նոր-նոր է ակտիվանում։ 4 տարվա ընթացքում տարի չի եղել, որpիսի մենք ես չդիմեմ տնտեսվարող սուբյեկտներին, որ եկեք իրավական դաշտ, եկեք գրանցվեք, եկեք անցեք փորձաքննություն։ Փորձաքննության բարձր գինը կարող է պատճառ հանդիսանալ, որ կազմակերպությունները խուսափեն օրինական աշխատել։ Ազգային կենտրոնի տնօրենն իհարկե չի համաձայնում, թե փորձաքննության գները թանկ են, դա մի ժամանակ է եղել, ասում է։ Մենք այս 4 տարիների ընթացքում տասնյակ անգամ գնացուցակը վերանայել ենք եւ իջեցրել ենք։ Նախորդ տարիներին չափից ավելի բարձր էր այդ գները, հասնում էր մի քանի միլիոնի, այս տարի մենք մի 10 օր առաջ նորից կնքեցինք ազգային կենտրոնի հետ 40,000-ի սահմաններում, միջինը 40-50,000-ի սահմաններում մեկ ատրակցիոնի համար։ 350,000 դրամ, 9 կարուսելներ, դե բաժանեք 350-ը բաժանեք 9-ի, միջինը ինչքան է ստացվում։ Կարուսելների փորձաքննության վճարը որոշելիս հաշվի են առնվում դրա աշխատանքի ժամը, ռիսկայնությունը, աշխատողի միջին աշխատավարձը, ծախսերը։ Այն ժամանակ, երբ գները անհամեմատ բարձր էին, տնօրենի կարծիքով պատճառն այն է, որ իրենք միակ փորձաքննողն էին դաշտում։ Հիմա փորձաքննող մրցակցային դաշտում իրենցից բացի եւս 3 ընկերությունն է աշխատում։ Գները իջեցրել են, իրենց եկամուտներն էլ պակասել են։ Բացի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնից, կարուսելների փորձաքննությունը իրականացնում են նաև DAM, TEG եւ Golden Fox հավատարմագրված փորձագիտական կազմակերպությունները։ TEG-ը օրինակ փորձաքննել ու դրական եզրակացություն է տվել Luna Park-ի կարուսելների գործունեությանը։ Մեկ կարուսելը մենք ասենք ամենաբարձր կարուսելը փորձաքննում ենք 20-25,000 դրամով։ Իր նախագծային փաստաթղթերը 5-ից 7,000 դրամ։ Ընդհանուր առմամբ համակարգում անառողջ մթնոլորտ է, սա այս փորձաքննող կազմակերպության ղեկավարի եզրակացությունն է։ Կազմակերպությունները օրենքից առաջ հետևում են փողով հարցերը լուծելու սկզբունքին։ Շատ հաճախ օբյեկտներ եք մտնում, որոնք իրենց եւ օբյեկտներն են, փորձաքննություն են կանում, առաջի հարցը որ ինձ տալիս են, ձերից պետք է վճարեք։ Ես ասում դուք ով եք, որ ինձ փող վճարեք, կաշառք եք առաջարկում։ Սենց չի լինի, կրն է ասում տղաջան, սենց չի լինի, թագարակ կաշակ տալ չի լինի, ինչ ունեք, իտ պետք է փորձաքննենք։ TEG-ի տնօրենը ասում է, որ չնայած իրենք եւս փորձաքննող կազմակերպություն են եւ իրենցից բացի եւս երկուսը կան, բայց դաշտում մոնոպոլիա է, անարդար մրցակցային պայմաններ։ Ազգային կենտրոնը, որ վարում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը եւ միևնույն ժամանակ նաեւ փորձաքննող օղակ է, բնական է այնպես է անելու, որ մարդիկ իրենց մոտ փորձաքննությունն անցնեն։ Ռեեստրը իրանք են վարում, այսինքն գրանցում են որպես վտանգավոր օբյեկտ։ Հասարակ մի բան ասեմ, մանումենտի դեպքից հետո էլի մենք պետք է փորձաքննություն անենք, որպեսզի ռեստորան իրանք պետք է գրանցեն, այնքան տարամբերին չգրանցեցին վեճը, խեղճ տնօրենը ստիպված գնաց իրանց ասեց արեք դուք իմ փորձաքննությունը։ Եվ չնայած նախարարությունում աշխատանքների որոշակի ակտիվացմանը, տեխնիկական անվտանգության գործերը դեռ վտանգավոր շահարկումների մեջ են։ Թե ով ինչպես պատժվեց, դեռ այնքան էլ պարզ չէ, նախարարությունում գնահատականներ առայժմ չեն տալիս։ Փոխարենը բերում են միայն թվային տվյալներ, նախարարության լրատվական ծառայության տվյալով։ Կարուսել շահագործող կազմակերպությունների թիվը Հայաստանում այսօր 12-ն է։ Շահագործվող կարուսելների քանակը 95-ը, իսկ դրանցից գրանցված է միայն 57
7-ը, 22-ը գրանցման փուլում է, իսկ 16-ը դեռ առհասարակ փորձաքննություն չի անցել։ Այս թվերը համաձայն եք դեռ լիարժեք անվտանգության մասին չեն խոսում։ Խնամի ծանոթ բարեկամ, քաղաքակիրթ հասարակարգերում գործերը առաջ տանելու այս սկզբունքները վաղուց արդեն ծիծաղելի են, մանավանդ որ հարցը կյանքի անվտանգությունն է շոշափում։ Գրանցում, փորձաքննություն, ամենօրյա հետևողական աշխատանք, բոլոր օղակների մտահոգվածություն ու աչալուրջ վերաբերմունք։ Միայն այսպես կարելի է խուսափել թայֆունից։